Բարև ձեզ Factor TV հյուրը ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն է, ողջույն պարոն Գրիգորյան, արդեն Հայաստանը ժամանել Ղազախստանից, Ադրբեջան եւ Վրաստանի տարածքով հացահատիկի բեռ, սա արդյոք կարելի է համարել այդ լայն սպասված հատկապես Հայաստանում ապաշրջափակման ինչ որ փոքրիկ դուռ, թե սա կարող է կես քայլ լինել, որը չունենա շարունակություն։ Սա կարծում եմ պետք է դիտարկել որպես վստահություն կառուցող քայլ, confidence building measure, ոչ ավելին, ոչ պակաս, այսինքն մենք տեսանք, որ Հայաստանի հանրային դաշտում երկու ծայրահեղ արձագանք եղավ այս նորությանը, իշխանությունը սա փորձում է ներկայացնել որպես շատ լուրջ ձեռքբերում, ապաշրջափակման առաջին քայլը, Վաշինգտոնյան հանդիպման առաջին լուրջ պրակտիկ քայլը, ընդդիմությունը քննադատում է այս որոշումը, նշում է, որ հայմատականներ են տարվում օրինակ այն հանգամանքի հետ, որ միջև պատերազմը Արցախից էր հացահատիկ ներկրում, որը կարծում եմ եւս կոռեկտ չի իր հետ կապ չունեցող թեմաներ են եւ եթե ընդհանուր պատկերին նայում ենք, կարծես թե Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որը դեմ է ապաշրջափակման օրակարգին, ընդհակառակը կարծես թե իշխանություններին քննադատում են այդ օրակարգը ոչ այդքան արդյունավետ առաջ տանելու մեջ, այսինքն տեսականորեն բոլորը կողմ են, որ սահմանները բացվեն, տեսականորեն բոլորը կողմ են, որ այդ հաղորդակցությունները գործեն, բայց չգիտես ինչու հենց այս քայլը բավականին բուռ արձագանք է առաջացել։ Մի խոսքով սա առաջին հերթին պետք է դիտարկել որպես վստահություն փոխըմբռնում կառուցելու ինչ որ փոքր քայլ, որը պետք չէ գերագնահատել, ինչպես անում են իշխանությունները, եւ պետք չէ շատ լուրջ քննադատել, ինչպես անում են ընդդիմությունը։ Ընդդիմությունն ասում է, սա կախվածություն է առաջացնելու Ադրբեջանից, իշխանությունն ասում է, ահա տեսակ, խաղաղությունը եկել էր, իսկ դուք որպես պատերազմի կուսակցություն չեք հավատում մեր ձեռքբերմանը։ Դե իրականում իմ կարծիքով նաև մենք նախորդ տարի հետազոտություն էինք հրապարակել Հայաստանի կառուցվածքային կախվածության վերաբերյալ Ռուսաստանից եւ պարենային անվտանգությունը այդ թեմաներից մեկն էր։ Հայաստանը իմ կարծիքով ունի այդ պոտենցիալը երկրի ներսում նույնիսկ բավարարել իր անվտանգությունը եւ բանը ասում է հացահատիկին, ծորենին։ Մենք տեսանք, որ վերջին 2 տարիների ընթացքում կառավարությունը ինչ որ քայլեր փորձեց ձեռնարկել այդ ուղղությամբ, սուբսիդավորեց տեղական արտադրողներին, բայց այդ ծրագիրը հետագայում փակվեց։ Բայց ընդհանուր առմամբ այդ ներմուծվող Ղազախստանից ներմուծվող հացահատիկի քանակը իհարկե այդքան մեծ չի, որպեսզի հետագայում նույնիսկ եթե Ադրբեջանը որոշումը փոխի, շատ լուրջ ազդեցություն ունենա Հայաստանի պարենային անվտանգության վրա։ Շատ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնում, որ Թուրքիան կօգտվի Հայաստանի տարածքով Ադրբեջան տեղափոխման բեռների հնարավորությունից, այսինքն ասում են պատրաստ են նման հնարավորություն բացել եւ հակառակը արդյոք դա տեղի կունենա։ Ոչ, չեմ կարծում, թե դա տեղի կունենա։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը առաջին հերթին կարևորում է հենց Մեղրի հաղորդակցության բացումը եւ հստակ է, որ քանի դեռ այնտեղ չկա որևէ նոր զարգացում, չի գործարկվել այդ հաղորդակցությունը, Ադրբեջանը չի գնալու այլ ուղղություններով ճանապարհների եւ հաղորդակցությունների բացմանը, իսկ Թուրքիան, ինչպես գիտենք, վերջին տարիներին հիմնականում առաջնորդում է Ադրբեջանի մոտեցումներով։ Շատ լավ։ Մեջդեռ Ալիևը ժամկետ է ասում 28 թիվը որպես այսպես ապաշրջափակման ժամկետ, սա քաղաքական որոշմամբ կարելի է իրագործել, որովհետև առնվազն Մեղրիում պետք է կառուցվեն շատ մեծ ենթակառուցվածքներ եւ իդեպ շատ բարդ ռելիեֆ է, ժայռեր, լեռներ, հա, կարող են ասել։ Դե տեսեք, այդ հարցի երևի համապատասխան մասնագետները ավելի լավ կպատասխանեն, բայց ես կարծում եմ մենք դեռևս ունենք քայլեր, որոնք պիտի արվեն այս գործընթացը մեկնարկելու համար։ Տեսանք, որ ամերիկյան պատվիրակության այց տեղի ունեցավ Երևան եւ նաեւ խոստում տրվեց ամերիկյան կողմից դրամական, այսինքն 145 միլիոն դոլարի խոստումը, որը դեռևս խոստում է, այսինքն դեռևս որևէ պրակտիկ փոխանցումը չի արվել, դրսևորում չի ստացել։ Աշխատանքային խմբեր պիտի կողմ ստեղծվեն, չգիտեմ, միգուցե ստեղծվել են արդեն, որոնք պետք է շատ կարևոր դետալների շուրջ ընդհանուր հայտարարի գան, համաձայնության գան։ Էկոնոմիկայի նախարարը պետք է ԱՄՆ գնանա, ինչքան գիտեմ։ Չգիտեմ, կապված է այդ գործընթացը ապաշրջափակման թեմայի հետ թե չէ, բայց նույնիսկ դեռևս ամերիկյան
կողմի հետ շատ հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն, որոնք պետք է արձանագրվեն, որովհետև Վաշինգտոնում մեծ հաշվով նշվեցին սկզբունքները, բայց դետալների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն կարծես թե չկա, առնվազն հանրությունը չգիտի այդ պայմանավորվածությունների մասին։ Հաջորդ փուլը իմ կարծիքով ամենաբարդ փուլն է լինելու, թողնելով ենթակառուցվածքների կառուցման գործընթացը մի կողմ, թողնելով դա այդ ոլորտի մասնագետներին, քաղաքական տեսանկյունից այս փուլում, այս գործընթացում առկա գլխավոր խնդիրը այն է, որ Բաքուն ու Երևանը շարունակում են յուրովի մեկնաբանել այս պայմանավորվածությունները։ Բաքուն նշում է, որ նրանք Ադրբեջանի իշխանությունները նշում են, որ նրանք հասել են իրենց այդ երկարամյա պահանջին, Հայաստանը տրամադրելու է Զանգեզուրի միջանցք, մենք տեսանք, որ նույնիսկ Փաշինյանի եւ Ալիևի վերջին հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը շարունակում է օգտագործել այս եզրույթը, չնայած Փաշինյանը նշում է, որ իր համար այդ թեման փակված է։ Հայաստանը պնդում է, որ միջանցքի թեման փակվեց Վաշինգտոնում, ի ցույց դնելով նշված սկզբունքները փաստաթղթի մեջ, բայց այդ փաստաթղթի մեջ շարունակում են գոյություն ունենալ խնդրահարույթ եզրույթներ, որոնք ապագայում էսկալացիայի աղբյուր կամ անհամաձայնության աղբյուր կարող են դառնալ։ Այդ անխոչնդոտ անցումը, փոխադարձության սկզբունքի լղոզումը եւ ամենամեծ մտավախությունը այն է, որ կարող է լինել մի իրավիճակ, որ այդ ողջ ենթակառուցվածքը կառուցվի, ամերիկյան ու հայկական կողմը միգուցե նույնիսկ ինչ որ ընդհանուր հայտարարի կան, բայց Հայաստանն ու Ադրբեջանը չկարողանան պայմանավորվել եւ Հայաստանը լինելով այս տանդեմում ավելի թույլ կողմը կարող է պարզապես հերթական անգամ ընդունել Ադրբեջանի մոտեցումը այս հարցի վերաբերյալ։ Իսկ ԱՄՆ-ի դերը հենց այդ կոնֆիգուրացիայի պարագայում որը կլինի, արդյոք չէ որ նրանք մեծ ներդրումներ են անելու, մենք սրա աշխարհաքաղաքական կողմին կանդրադառնանք, այսինքն իրենց դերակատարման ազդեցության մեծացման նախագիծ է, ԱՄՆ-ն այսպես կողքից գնայի թե ինչպես են, ասենք Փաշինյանն ու Ալիևը բանավիճում, թե նախ ԱՄՆ-ի համար իմ կարծիքով ամենակարևորը այն է լինելու, որպեսզի այդ ուղին, Թրամփի ուղին գործարկվի։ Չեմ կարծում, թե նրանք խորանալու են այդ դետալների մեջ, թե օրինակ սահմանին ով է կանգնած կամ ով է վերահսկում, եթե Ալիևը եւ Թուրքիայի գործոնները այստեղ կարևոր է լինելու, կարողանան համապատասխան աշխատանք կատարել, ես կարծում եմ հավանականությունը ավելի մեծ է, որ հենց այդ տեսակետը հաղթած դուրս կգա։ Երկրորդ գործոնը իհարկե ժամանակի հետ է կապված։ Եթե հասցնում են այս բոլոր գործընթացները ավարտել Թրամփի նախագահության շրջանում, որ անձնական մասնակցություն, անձնական ներդրում է ունեցել այս գործընթացի մեջ, միգուցե Ամերիկայի ներգրավվածությունը ու նաև Ադրբեջանի վրա հետ հնարավոր փոխգործակցությունը ավելի լուրջ լինի, բայց եթե վարչակազմը փոխվում է, ասենք դեմոկրատներ են գալիս իշխանության, որոնց հետ Ալիևը վատ հարաբերություններ ուներ եւ որոնց հետ Ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները պատմական մինիմում էին հասել, այդ պարագայում Ադրբեջանը կարող է կրկին ավելի թշնամական քաղաքականություն, ոչ թե թշնամական, այլ ավելի ոչ կառուցողական քաղաքականություն վարել հենց նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։ Շատ լավ։ Աշխարհաքաղաքական, այսպես ասենք, դիրքավորումը այս նախագծի ռուսական հետաքրքրություն կար նոյեմբերի 9-ից հետո, մինչև հիմա էլի դեպք կա, երբ որ ասում են պատրաստ ենք Մոսկվայում հյուրընկալել արդեն պայմանագրի կնքումը եւ ասում են շատ լավ է որ Թրամփի ուղի եք բացում, բայց այնտեղ ռուս զինծառայողներ կան, հա, եւ ճիշտ են ասում, փաստը դա է։ Կարող է այնպես տեղի ունենալ, որ առաջիկա տարիներին մենք ունենանք այստեղ Ռուսաստանի ազդեցության կտրուկ նվազեցում, իդեպ ոչ միայն մեղրի հատվածից ռուս սահմանապահների դուրս բերում, որպեսզի դա չլինի ռուսական վերահսկողությամբ Թրամփի ուղի, այլև հայ-թուրքական սահմանից։ Դե եթե այս իրադարձությունները նախանշված սցենարով գնան, ամեն ինչ կարող է հասնել դրան։ Իմ կարծիքով այս ռուս սահմանապահների դուրսբերումը։ Ես կարծում եմ ռուս սահմանապահների դուրսբերումը տեղի կունենար նույնիսկ առանց այս Վաշինգտոնյան պայմանավորվածության, որովհետև գործընթացը սկսվել էր հայ-ադրբեջանական սահմանից, հանվել էին սահմանապահները հայ-թուրքական սահմանին եւս փոփոխություններ են տեղի ունեցել։ Հայաստանցի պաշտոնյաները նշում են, որ այս փուլում խնդիրը պատրաստված մարդկային ռեսուրս ունենալն է, սահմանապահների քանակ ունենալն է եւ նախկինում նշում էին, որ եթե հայկական կողմը ունենա
այդ մարդկային ռեսուրսը հայ-իրանական սահմանից եւս ռուս սահմանապահները դուրս կբերեն, այսինքն սա կարծում եմ ավելի երկարատև գործընթաց է, քան այս Վաշինգտոնյան գործընթացը։ Գնաք վերջերս մենք մեղրիում ենք եւ տեսնում ենք, որ ռուսների հետ նաեւ հայ զինծառայողներ են բարեկություն անում։ Այո, խոսքը գնում է անցակետի մասին, բայց սահմանը հիմնականում, ոչ թե հիմնականում, այլ գրեթե ամբողջությամբ ռուսներով է, ռուսների կողմից է պահպանում։ Մի խոսքով սահմանապահների հարցում կարծում եմ կարելի է ակնկալել այդպիսի գործընթաց, բայց իրականում ռուսական կողմի համար ավելի վտանգավոր սցենար է, երբ այս Թրամփի ուղին հենց ամերիկյան ակտիվ ներգրավվածությամբ եւ ռուսական ներգրավվածության բացակայությամբ գործարկում է։ Սա լինելու է շատ լուրջ աշխարհաքաղաքական պարտություն, որովհետեւ Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների, ռուս խաղաղապահների դուրսբերումից հետո Մոսկվան այս հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը կամ ներգրավվածությունը այդ գործընթացում դիտարկում էր որպես հնարավոր լծակ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաեւ սեփական ազդեցությունը պահպանելու լծակ։ Այս փուլում ես կարծում եմ նրանք թերահավատորեն են վերաբերում այս ողջ գործընթացին, դա է պատճառը, ինչու շատ կոշտ արձագանք չկա, նույնիսկ տեսանք, որ ինչ որ չափով նաեւ ողջունվեց այս պայմանավորվածությունը, կարծում եմ նրանք հետևելու են այս պայմանավորվածությունների իրականացման գործընթացին եւ միգուցե ինչ որ փուլում կարող է նույնիսկ ինչ որ փորձեն ակտիվ քայլեր դիմեն խոչընդոտելու համար։ Թե բոլորը սպասում են 2026-ի խորհրդանական ընտրությունների արդյունքները, եթե Հայաստանում իշխանության գա, այսպես ասենք, ակնհայտ պրոռուսական դիրքավորում ունեցող կոալիցիա կամ քաղաքական ուժ, դա Ռուսաստանի համար շանս է այս process-ը վերադարձնել իր տիրույթ, թե դուք ավելի հավանական եք համարում որ Փաշինյանի վերընտրություն տեղի ունենա։ Դե տեսեք, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը իր վերջի ասուլիսին հայտարարեց, որ հնարավոր չէ հրաժարվել այդ պայմանավորվածություններից, որ Միացյալ Նահանգները այն պետությունը չեն, որի հետ կարելի է պայմանավորվածություն խզել, նա խոսում է ավելի շատ այդ պայմանավորվածությունները խմբագրելու մասին, երկարացնելու այդ ճանապարհը։ Այո, այդ առումով չեմ կարծում, թե լուրջ ակնկալիք կա հենց ընտրությունների հետ կապված ու այս գործընթացի հետ կապված, ավելի շատ հոռետեսություն կա այն առումով, որ այսպիսի պայմանավորվածություններ այլ տարածաշրջաններում էլ Միացյալ Նահանգները նախաձեռնել էին, բայց շատ հաճախ գործնականում շատ մեծ արդյունքներ մենք գետնի վրա չենք ունեցել։ Ավելի շատ այդ սկեպտիցիզմը հենց դրա հետ է կապված ու նաև հայկական կողմի միգուցե կարողությունների հետ։ Շատ վերջերս Երևանում են ադրբեջանցի փորձագետներ, տեսեք, մեր կոնֆլիկտի պատմությունը այնքան երկար է, այնքան լարված է եղել, որ քիչ մարդիկ կան, ովքեր այսպես չեն դրսևորել իրենց հանրային տեսակետը կամ այդ խմբի կազմում էր նաև անձ կին, որը փակել էր Լաչինի միջանցքը։ Հավանական է առաջիկայում ակտիվանան նման շփումները։ Նման պարագաներում, այսպես ձեր կարծիքով մեր ընկալումը եւ ըմբռնումը այս երևույթների նկատմամբ որոնք պետք է լինեն, կարելի է խուսափել, այսպես վեթինգ անել կազմի, որովհետեւ ադրբեջանցիներն էլ կարող են օրինակ հայկական պատվիրակության այս կամ այն անդամի նկատմամբ վերապահում ներկայացնել, թե ամեն դեպքում պետք է հաշտվել, որ այո, մենք ունեցել ենք այս անցյալը, այս անձինք նման ակտիվություն են դրսևորել, բայց սրանից հետո եկեք այսպես հաշտվենք։ Ինչ եք դուք մտածում։ Տեսեք, ես առաջինը հերթին կարծում եմ, որ պետք չէ հավասարության նշան դնել երկու հասարակություններում առկա խոսույթների եւ մասնավորապես այն մարդկանց կողմից խոսույթների, որոնք մասնակցել են խաղաղ գործընթացին, track to ուղղությամբ վերջին տասնամյակների ընթացքում։ Ես ձեր հարցազրույցներից մեկը այսօր լսեցի ու այդպիսի համեմատություն արվում էր, որ տեսեք, մենք էլ ժամանակին ինչ-որ բաներ ենք ասում, ես որպես մարդ, ով հետևում է այս գործընթացին բավականին երկար ժամանակ ու նաև ուսումնասիրել է այս գործընթացը, կարող եմ վստահաբար պնդել, որ հայկական կողմից այդ տիպի գործընթացներին մասնակցած մարդկանց մեծամասնությունը երբեք ինչ-որ խտրական բառապաշար չեն օգտագործել, ֆաշիստական բառապաշար չեն օգտագործել եւ այլն, այսինքն այստեղ չկա այդ հավասարությունը։ Երկրորդ հանգամանքը, արդյոք ում հետ մենք պետք է խոսենք Ադրբեջանում, սա էլ է հետաքրքիր շատ խոսակցություն, գիտենք կա տեսակետը, որ արտերկրում գտնվող մարդիկ, ովքեր ավելի ազատ հայացքներ ունեն ու ավելի անկախ են, եւ իրական խաղաղասերներն են, իրական խաղաղասեր եւ այլն։ Այո,
Բավարուզը ցավոք սրտի հիմա բանտարկված է։ Այսինքն այստեղ տեսակետը այն է, որ այդ մարդիկ չունեն ազդեցություն Ադրբեջանում, հանրային կարծիքի վրա, լուսանցքային են, չեն տիրապետում զարգացումներին եւ այլն, բայց ես կարող եմ բերել այն հակափաստարկը, որ այս տիպի մարդիկ, այս պրոիշխանական փորձագետները եւս որևէ ազդեցություն չունեն գործընթացների վրա։ Այն պնդումը, թե մենք իրենց հետ կշփվենք, իրենց իշխանություններին ինչ-որ մի բան կասեն ու դա ինչ-որ բան կփոխի, ես կարծում եմ անլուրջ է։ Այս մարդիկ հրահանգներով աշխատող փորձագետներ, լրագրողներ են։ Այսօր հրահանգը այն է, որ պետք է խաղաղության մասին խոսել, որ պետք է Երևանի փոխարեն Երևան ասել, այսօր նրանք հետևում են այդ ուղղությանը։ Վաղը եթե պաշտոնական գիծը փոփոխվի, եթե կրկին օրինակ Հայաստանի հետ հարաբերությունները էսկալացնելու քաղաքականությունն է, այս նույն մարդիկ, ովքեր գալիս են Երևանում, երևի ինչ-որ խաղաղասիրական տեքստեր են ասում, հակառակ խոսույթն են օգտագործելու։ Բայց ընդհանուր առմամբ, եթե նույնիսկ կա որոշում այս շրջանակների հետ շփվելու, որը կրկին ընդունելի մոտեցում է այն առումով, որ ես վերջնական պատասխան այս հարցին չունեմ, նույնիսկ այս պարագայում պետք է այնուամենայնիվ ֆիլտրել, թե ում հետ շփվել, ում հետ շփվել։ Եթե մասնակիցը կանդրադառնանք այդ այսպես կոչված էկոակտիվիստին, բայց խոսենք ընդհանուր առմամբ այդ մասնակիցներին, եթե մասնակիցը տարիներ շարունակ ակնհայտորեն ֆաշիստական բառապաշար էր օգտագործում Հայաստանի հայերի նկատմամբ, այնուամենայնիվ հայկական կողմը, լինի դա քաղաքասարակության հատվածից, թե պետական հատվածից, պետք է իր վերապահումները հայտնի։ Այո, պետք է պայմանավորվել այդ պատվիրակությունների կազմի հետ կապված։ Այն պնդումը, թե Ադրբեջանում չկան հրեշտակներ, բոլորն էլ այդպիսի խոսքներ օգտագործում են, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Կան մարդիկ, ովքեր պրոիշխանական են, ովքեր աշխատում են իշխանությունների հետ, բայց այնուամենայնիվ էթիկական ինչ-որ նորմեր, էթիկական սահմաններ չեն անցել։ Հարցը չի ասել ֆաշիզմին։ Այո, ու իրենց նույնիսկ փաստարկները կարողանում են քաղաքակիրթ բառապաշարով, քաղաքակիրթ լեզվով կոմունիկացնել։ Եվ երկրորդ հանգամանքը իհարկե այդ էկոակտիվիստի ներառումը, սա ես չեմ բացառում, որ նպատակաուղղված ինչ որ հենց գործողություններ ադրբեջանական ներքին, այսպես պարակտումներ առաջացան կողմից, այո, եւ այստեղ ես չգիտեմ համաձայնեցված է նրա մասնակցությունը, արդյոք հայկական կողմը գիտերով է այդ կինը, որ մասնակցել է նախկինում այդպիսի գործողություններ արել։ Թե բարդ է պատկերացնել, որ չիմանան։ Դե ասում եմ, այդ բոլոր ենթադրությունները մի կողմ թողնելով, փաստը այն է, որ այդ կնոջ մասնակցությունը այցը Երևան զրոյացրել է այն բոլոր հնարավոր դրական ակնկալիքները, որոնք կարող էին լինել, որովհետեւ եթե մենք հետևենք հանրային դաշտում ընթացող քննարկումներին, հիմնականում կա բավականին լեգիտիմ զայրույթ հենց առաջին հերթին այդ կնոջ ներառման կապակցությամբ, եւ այդ առումով իհարկե, եթե նույնիսկ այս բոլոր խոսակցությունները մի կողմ ենք թողնում, եթե այս գործընթացը շարունակական է լինելու, այսպիսի հարցերում պետք է շատ ավելի մանրակրկիտ զննում տեղի ունենա եւ սա ընդունված պրակտիկա է, երբ կողմերը համաձայնեցնում են միմյանց կազմերը, եթե ադրբեջանական կողմը եւս ունի ինչ-որ վերապահումներ, կարծում եմ նորմալ գործընթաց է, երբ կողմերը կարող են քննարկել մասնակիցների ցանկը։ Որպես քաղաքասարակության ներկայացուցիչ, որ տարիներ շարունակ հետևել եք Հայաստան-Ադրբեջան զարգացումներին, եթե լինի հրավեր, դուք Բաքու կայցելեք նման այսպես առաքելության։ Տեսեք, ես այս գործընթացի նպատակը չեմ հասկանում։ Սա շատ դժվար է խաղաղաշինական, օրինակ, ինչ-որ process անվանել, այդ վերոնշյալ բոլոր պայմաններով պայմանավորված։ Եթե նպատակը այն է, որ մենք, տեսեք, ինչ-որ ինֆորմացիա ենք իմանում, ավելի լավ ենք պատկերացնում Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացները, դա բազմաթիվ այլ միջոցներով կարելի է իմանալ, այսինքն դրա համար ներգրավել ինչ-որ գործընթացի մեջ եւ քո մասնակցությամբ նաեւ լեգիտիմացնել բավականին ընդունելի մարդկանց, իմ անձնական դիրքորոշումը այն է, որ ինձ համար դա անընդունելի է, բայց ես բնականաբար չեմ քննադատում, չեմ դատապարտում մարդկանց, ովքեր այլ կարծիք ունեն։ Շատ լավ։ Եթե այս թեման փակելու լինենք, պարոն Միրզոյանը, արտգործնախարարը ասում էր, որ Հայաստանի կողմից չի ընդունվում Ադրբեջանի պահանջը փոխել սահմանադրություն, դա Հայաստանի ներքին գործն է, բայց եթե իրողությունների դաշտ գնանք, իշխանությունը փոխում է սահմանադրությունը եւ հանվում է անկախության հռչակագրին հղումը, ընդհանրապես նախաբան տեղի չի լինելու եւ 27-ին գիտենք արդեն հանրաքվեի
նշանակում կա 4-րդ հանրապետության հռչակման, այսպես նպատակներով, սա ինչի մասն է, ինչ ակնկալել է ստերույթում։ Դե այո, այստեղ իշխանությունների գլխավոր խնդիրը հենց սեփական դեմքը փրկելու խնդիրն է, ինչպես իրավացիորեն նշեցինք, նրանք գործնական դաշտում գնում են այդ պահանջների կատարմանը, բայց իհարկե չեն կարող հրապարակայնորեն նշել, որ Ադրբեջանի նախագահի պահանջով են այդ ամեն ինչը կատարում, փորձում են ներկայացնել որպես ներքին գործընթաց, որպես պատմության վերաիմաստավորման փորձ, եւ իմ խորին համոզմամբ 4-րդ հանրապետության վերաբերյալ այս ոչ խոսույթը հենց այդ պահանջը կատարելու օրակարգն է սպասարկում։ Որ մենք հրաժարվում ենք 3-րդ հանրապետության բոլոր պետական նարատիվներից, այսպես ասեմ։ Այո, ես որևէ այլ բովանդակային լուրջ փաստարկ, թե ինչու օրինակ Հայաստանը պետք է գնա 4-րդ հանրապետություն հաստատելու ճանապարհով, թե ինչու սահմանադրությունը պետք է ոչ թե սահմանադրություն փոփոխություններ պետք է իրականացնել, այլ նոր սահմանադրություն պետք է ընդունի, հենց դա է նաև կապը, որովհետև եթե դու հայտարարում ես, որ նոր հանրապետություն ես հռչակում, բնականաբար կարող ես հիմնավորել նաև նոր սահմանադրություն գրելու անհրաժեշտությունը։ Եթե խոսքը գնալի 3-րդ հանրապետության մասին, հարց կլիներ, ինչու իմաստը որն է ողջ սահմանադրությունը փոխելու, այլ ոչ թե համապատասխան փոփոխություններ, բարեփոխումներ անելու։ Կարծում եմ այստեղ սա է օրակարգը, իհարկե կան Հայաստանում խմբեր, որոնք փորձում են նշել, որ հենց Ալիևն է փորձում մանիպուլացնել, սա միշտ էլ իշխանությունները փորձել են փոփոխել սահմանադրությունը եւ այլ, բայց մենք գիտենք իշխանությունները ինչ պարագայում են ուզեցել փոփոխեն սահմանադրությունը, ինչ հարցերի շուրջ, ինչ թեմաներով եւ անկախության հռչակագրի հարցը առաջին անգամ հենց վերջին շրջանում ի հայտ եկավ որպես պրոբլեմատիկ հարց։ Դե նախկինում վարչապետը խոսում է խորհրդարանական համակարգից վերադառնալ կիսանախագահական, հետո ասում ես, չէ, մենք ճգնաժամը կարողացանք հաղթահարել սրա շնորհիվ, սա մնա ուզում եմ ասել, այդ մեկնաբանությունները եղել են, բայց պարոն Գրիգորյան, տարբերությունը 4-րդ եւ 3-րդ հանրապետությունների, ըստ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանության, սա է, որ 3-րդ հանրապետությունը հռչակվել է ոչ խաղաղության, եթե չասեմ պատերազմի, տրամաբանության եւ կոնֆլիկտի, լավ, կոնֆլիկտ բառը այստեղ տեղին է, կոնֆլիկտի տրամաբանությամբ Ղարաբաղյան շարժում, ցեղասպանության ճանաչման արշավ Թուրքիայի ուղղությամբ, 4-րդ հանրապետությունը արդեն կա, իդեպ, ոչ թե առաջիկայում է լինելու, այլ այսօր կա եւ խաղաղություն է հաստատված, խաղաղության տրամաբանության վրա մենք չունենք որևէ պահանջ հարևաններից, որևէ պահանջ չունենք, նրանք էլ մեզնից չունենան եւ փոխենք մեր պետության, այսպես ասենք, ուղեղային համակարգը, այս դրամաբանությունն է դրվում, որն է ձեր գնահատականը։ Տեսեք, շատ հանրապետություններ են կոնֆլիկտից ծագել։ Օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս կոնֆլիկտի քաղաքացիական դաժան պատերազմներով անցած։ Անկախության պատերազմը Մեծ Բրիտանիայի դեմ, այդ անկախության պատերազմի արդյունքում ծագել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եթե նայենք աֆրիկյան բազմաթիվ պետություններ այդ գործընթացով անցել են եւ այդ առումով որ իհարկե Միացյալ Նահանգները իրենց այդ գլխավոր փաստաթղթերը չեն փոխում հաշվի առնելով որ իրողությունները 18-րդ դարի վերջից սկսած փոխվել են, այսինքն սրանք սիմվոլներ են, որոնք պետք է դիտարկել իրենց պատմական կոնտեքստի մեջ։ Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, Հայաստանի որևէ իշխանություն տարածքային պաշտոնապես տարածքային պահանջ չեն ներկայացնում ոչ Ադրբեջանի նկատմամբ, ոչ էլ Թուրքիայի նկատմամբ։ Առաջին ղեկավարը Հայաստանի, որը բացեիբաց ուղիղ տեքստով հայտարարեց, որ Արցախը Հայաստանը, հենց Նիկոլ Փաշինյանն էր։ Ուստի ես այս բանավեճը միգուցե հենց իշխող ուժի ներսում է ընթանում, այսինքն փորձում են սեփական սխալները այդ միջոցով սրբագրել։ Ու այս օրակարգ սպասարկելու համար իհարկե այնպիսի հայտարարություններ են մերթ անում բանակը ուղարկելու վերաբերյալ Հայաստանի սահմաններից դուրս եւ նմանատիպ, որոնք երկարաժամկետ կտրվածքով իհարկե վնասում են Հայաստանի շահերին, բայց պաշտոնապես, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի որևէ կառավարություն տարածքային որևէ պահանջ որևէ հարևանի նկատմամբ չի ունեցել։ Շատ լավ, թեև այսօր Սոնա Ղազարյանը ՔՊ-ից ազգային ժողովում միացրել էր Ռոբերտ Քոչարյանի մի հայտարարություն, որ 98 թվականին դեռ չէ նախագահ էր, չէ, մարտ-մայիս գարնանը, որ ասում է ինձ համար միշտ էլ Ղարաբաղը եղել է Հայաստան, այնպես որ այս Արցախ Հայաստանի եւ վերջ բանավեճը տեղափոխվել է այս տերիտորիա։ Մեկ բան է
Ղարաբաղը դե ֆակտո մշակութային առումով, տնտեսական առումով համարել Հայաստան, որովհետև դա էր իրողությունը մեծ հաշվով, մեկ այլ է, երբ քո արտաքին քաղաքականությունը սպասարկում է այդ գիծ, այսինքն Հայաստանը գնում է բանակցությունների եւ ասում, որ ես բանակցում եմ, դա Նիկոլ Փաշինյանն էլ չի արել, բայց Հայաստանի որևէ այլ կառավարություն էլ չի արել։ Գնում է բանակցությունների եւ ասում է մենք բանակցում ենք, որպեսզի Արցախը ճանաչվի որպես Հայաստանի մաս։ Չնայած այդպիսի տարբերակներ եղել են բանակցային պատմության մեջ, բայց դրանք ավելի շատ միջնորդների կողմից առաջարկված տարբերակներ են։ Հայաստանը մշտապես հանդես է եկել ինքնորոշման իրավունք սպասարկելու օրակարգում, որոշ փուլերում Արցախահայի իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու օրակարգերով, բայց երբեք պաշտոնական տարածքային պահանջ, որպես արտաքին քաղաքականության մաս կամ որպես բանակցային դիրքորոշում չի ունեցել։ Շատ լավ, ամփոփենք մեր զրույցը ներքին հարցով, ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով, 4 տասնյակից ավելի ոչ միայն Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործով կալանավորվածներն են նրանց քաղբանտարկյալ, այսպես ասենք հեղաշրջման նախապատրաստման գործով, այլև օրեր առաջ Գյումրի համայնքապետանի մոտ այդ հայտնի իրադարձությունների ժամանակ ձերբակալված, հետո կալանավորված 15 անձինք ձեր գնահատմամբ կան քաղբանտարկյալներ Հայաստանում։ Վստահաբար Հայաստանում կան քաղբանտարկյալներ, բայց թե ով է քաղբանտարկյալ, ով քաղբանտարկյալ չէ, դա արդեն երևի էլի մասնագետները պետք է գնահատական տար։ Այն, որ վերջին ամիսների ընթացքում մի շարք գործընթացներ, մի շարք քրեական գործեր ու նաև դատավճիռներ կայացում են հստակ քաղաքական հրահանգում, այստեղ որևէ կարծիք չի կարող լինել։ Նույն Աճապահյանի գործը, եթե վերցնում ենք մի քրեական հոդվածով, որով մինչ այդ առավելագույն պատիժը տուգանքն է եղել կամ հանրային աշխատանքները, որոնց դեպքում դատավարությունը առնվազն տարի ու կես ընթանում էր, իսկ այստեղ 2 ամսից ավելի քիչ ընթացավ եւ իրական հենց ժամկետ որպես դատավճիռ ստացավ։ Ընդհանուր առմամբ սա ամենամտահոգիչ ու ամենավտանգավոր միտումներից մեկն է։ Ես հիշում եմ ամռանը հարցազրույց ունեինք, երբ այս գործընթացները նոր էին սկսվում, ես այն ժամանակ նշեցի, որ իրավապահ մարմինների եւ նաեւ դատական համակարգի ինստրումենտալիզացիան ներքաղաքական նպատակներով նույնքան մեծ վտանգ է հայաստանյան ժողովրդավարության համար, ինչքան հնարավոր հեղաշրջումները կամ հեղաշրջումների կոչերը։ Ու այն ինչ տեղի ունենում վերջին շրջանում, նույն օրինակ Facebook-յան գրառման համար փաստաբանի կալանավորումը, այստեղ կարծում եմ դժվար է պնդել, որ այստեղ քաղաքական համատեքստ չկա ու քաղաքական հետապնդման հետ գործ ունենք։ Ինչ վերաբերում է Գյումրի զարգացումներին, այստեղ ավելի բարդ իրավիճակ է։ Վարդան Ղուկասյանի պատմությունը լավ գիտենք, այսինքն մարդ, որի նկատմամբ տասնյակ քրեական գործեր կային հարուցված եւ հիմա էլ ինչ որ կաշառքի գործով է մեղադրում, այստեղ ես զերծ կմնամ գնահատականից, բայց այն, որ մի շարք գործընթացներում, այդ թվում նաեւ եկեղեցականների դեմ, օրինակ նույն Արագածոտնի թեմի այդ հոգեվորականների նկատմամբ իրականացող քրեական հետապնդումը քաղաքականապես մոտիվացված է եւ նաեւ գործ ունենք ընտրովի արդարադատության, սելեկտիվ արդարադատության, դա ակնհայտ է։ Իսկ ձեր կարծիքով ինչպես կավարտվի կամ ինչպես պետք է ավարտվի բարձրաստիճան հոգեվորականներ եւ աշխարհիկ իշխանության մեր ներկայացուցիչներ միջև այս եկեք քաղաքակիրթ բառ օգտագործենք բանավեճ։ Ինձ համար այս գործընթացում ամենաանընդունելին այն է, որ քաղաքական իշխանությունը, Հայաստանի կառավարությունը, գործադիր մարմինը միջամտում է կրոնական կազմակերպության ներքին գործերի։ Ասում են որպես քրիստոնյաներ ուզում ենք լավացնել մեր Դե ասելով շատ բան կարելի ասել, բայց փաստացիորեն ողջ պետական ռեսուրսը օգտագործվում է իրենց հռչակված նպատակին հասնելու համար ու վարչապետը տվյալ պարագայում իհարկե չի կարող դիտարկվել որպես ինչ որ շարքային քաղաքացի, որը իր համոզմունքներն է արտահայտում, երբ ողջ իրավապահ համակարգը, դատական համակարգը այդ օրակարգը սպասարկում է։ Թե եկեղեցում ինչ խնդիրներ կան, դա իրոք հավատացյալների խնդիրներն են։ Ես հավատացյալ չեմ, ինձ այդքան էլ հետաքրքիր չէ, օրինակ եկեղեցում ինչ խնդիրներ կան։ Ինձ համար ավելի մտահոգիչ է, որ երկրի ղեկավարը մի շարք կարևոր խնդիրներ թողած, մի շարք կարևոր մարտահրավերներ թողած, միջամտում է կրոնական կազմակերպության ներքին գործերի, իդեպ Հայաստանում բազմաթիվ այլ կրոնական կազմակերպություններ կան, եւ եկեք պատկերացնենք, որ եթե օրինակ
ապագայում ինչ որ վարչապետ հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի, այլ ինչ որ այլ եկեղեցու հետևորդ է կամ ինչ որ այլ կրոնական հոսանքի հետևորդ է, արդյոք նույն այդ դեպքում եւս արդարացված կլինի պետական ռեսուրսների օգտագործումը այդ ինչ որ ներքին հարցերի լուծման համար։ Դուք խնդիր տեսնում եք եւ արդյոք համաձայն եք այդ ձևակերպման հետ, որ եկեղեցին որոշակի իմաստով եկեղեցու վերնախավ կամ այսպես հոգեվորականներ քաղաքականացվել են ընդդիմությունից չտարբերվելու աստիճանի, իրենց խոսույթով, գործելավոճով Բագրատ arczepiskopos-ի անցյալ տարվա այդ ցույցերը կար, այսինքն թվում է թե նրանք ամբողջությամբ մխրճված են ոչ միայն պետական հարցերը այսպես մեկնաբանելու տրամաբանության մեջ, այլև ասենք ընդդիմադիր շարժում է ծավալվում arczepiskopos-ն ասում էր կաթողիկոսի օրհնությունը կա սրան, այլև այսինքն համարյա կուսակցականացվածության ինչ որ մի աստիճան կարծեցին։ Դե տեսեք, այն որ եկեղեցին ներգրաված է ներքաղաքական գործընթացներում ու դրա ամենավառ օրինակը հենց Բագրատ arczepiskopos-ի շարժումն է, որին եկեղեցին առնվազն հրապարակային գնահատական, եթե չեմ սխալվում, չտվել, դա ակնհայտ է։ Բայց սա ավելի շատ քաղաքական խոսակցություն է, քաղաքական քննարկում է, միգուցե բարոյական։ Սա իրավական պետության հետ գոյություն չունեցող, առնչություն չունեցող խոսակցություն է։ Քաղաքականապես վարչապետ Փաշինյանը իհարկե կարող է հայտարարել, որ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը, միջամտի քաղաքականությանը եւ փորձի ապացուցել իր տեսակետը։ Բայց երբ այդ հայտարարությանը զուգընթաց ողջ իրավապահ համակարգը, դատական համակարգը օգտագործում է այդ մեծաշվայո ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, սա արդեն շատ ավելի մեծ խնդիր է, քան օրինակ նույն եկեղեցու ներգրավվածությունը քաղաքականության մեջ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Տիգրան Գրիգորյանին։